Մենք մեր էպոսի ժողովրդի ստեղծած իդեալ հերոսի հետ, Սասունցի Դավթի հետ, ամենայն դեպս այդպես են վարվել և նրա մերձավոր բարեկամ Հովհաննես Թումանյանը, և հետագայում Հովհաննես Շիրազը, Հրանտ Մաթևոսյանը և էլի շատերը։ Ինձ վրա շատ տպավորություն թողեց Հրանտ Մաթևոսյանի մի ձևակերպումը, փորձեմ բառացի հիշել, նա ասում է, որ Զորավար Անդրանիկ Օզանյանը նույնքան վիպերգային է, դյուցազնական, հերոսական, որքան Սասունցի Դավիթը իրական։ Համաժողովրդական սիրո հրապարակը այս երկու վիպերգային և իրական հերոսների երթն է դարձնում պսակյալ շքեղ, և Անդրանիկը, ժողովրդի Անդրանիկը իդեալ հերոսի կերպարը իր վրա է առնում այնպես, ինչպես Դավիթ Սասունցին իր վրա է առնում Մհեր Սասունցու զենք ու զրահը։ Համաձայնեք, հրաշալի է ասված, հանճարեղ է ձևակերպված, բայց այնուամենայնիվ թող ներվի ինձ այսօր անգամ այդ համեմատությունը վիճարկել։ Որքան շատ եմ ես առնչվել Անդրանիկի առասպելին, այնքան ավելի եմ համոզվում, որ անգամ այս համեմատությունը կաղում է նույնիսկ Սասունցի Դավիթը չդիմանում հաճախ Զորավար Անդրանիկի կողքին, ինչ առումով։ Մեր էպոսի հերոսին ժողովուրդը օժտել է ոչ միայն աներևակայելի դյուցազնականությամբ, խիզախությամբ, մարդասիրությամբ և այլն, և նույն ժամանակ իրեն ժողովրդին հատուկ բազմաթիվ թուլություններով ու թերություններով, ինչպես գիտեք, Դավիթը միամիտ է, դյուրահավատ է, նրան հեշտ է խաբելը, մոլորեցնելը, չգիտեմ, հորը նետելը, կանանցով կայթակղելը, ի վերջո հենց իր ժառանգի ձեռքով սպանելը։ Անդրանիկը այս ամենից զերծ էր, նրա կարևորագույն որակներից մեկն էլ այն էր, որ մինչև այսօր չի ներվում նրան, այդ սթափությունը, զգոնությունը, մենք հաճախ ենք ասում, չէ, 1908 թիվ Օսմանյան կեղծ սահմանադրություն են հայի հետին խելքով, հետո գլխին գանք, որ այդ ամենը կեղծ էր, եղբայրության, հավասարության կոչեր, որոնց տուրք տվեցին եվրոպական համալսարաններով